Բարի գալուս բուժատետր։ Պատկերացրեք դուք մի կտոր կծու պղպեղ եք ուտում։ Մի քանի վայրկյան անց բերանը սկսում է այրվել։ Լեզուն կարծես կրակի մեջ լինի, աչքերը կարող են արցունքոտվել, քիթը հոսել, իսկ մարմինը տաքանալ։ Սակայն ամենահետաքրքիրը այն է, որ իրականում ձեր բերանը չի այրվում։ Ձեր հյուսվածքները չեն այրվում, ֆիզիկական հրդեհ կամ բարձր ջերմաստիճան չկա։ Դուք պարզապես դարձել եք բնության ամենամեծ եւ ամենախելացի պատրանքի զոհը։ Այս ամենի մեղավորը մեկ մոլեկուլ է՝ կապսաիցինը։ Այն չունի ոչ հոտ, ոչ համ, բայց ունի մի գաղտնի զենք։ Մեր լեզվի եւ բերանի խոռոչի վրա կան հատուկ ռեցեպտորներ, ընկալիչներ, որոնք պատասխանատու են ֆիզիկական տաքությունը զգալու համար։ Օրինակ, երբ շատ տաք թեյ եք խմում, այդ ռեցեպտորները միանում են եւ ուղեղին ազդանշան են տալիս։ Այրվում ենք զգույշ։ Կապսաիցինը հասնում է հենց այդ ռեցեպտորներին, կպչում դրանց եւ խաբում, ստիպելով միանալ առանց որևէ տաքության։ Ուղեղը ստանում է կեղծ ահազանգ, թե բերանի մեջ +50 աստիճան տաքություն է եւ միացնում է փրկության ռեժիմը։ Ահա թե ինչու եք կծու ուտելուց հետո դուք սկսում քրտնել, արցունքահոսել եւ ջուր փնտրել։ Սա օրգանիզմի փորձն է սառեցնել ինքն իրեն։ Բայց սա միայն սկիզբն է։ Տեսնենք թե ինչ է կատարվում մեր մարմնի ներսում, երբ մենք կծու ենք ուտում։ Այրուն, անոթներ եւ ճնշում, իսկական մարզանք անոթների համար։ Այն պահին, երբ ուղեղը ստանում է տաքության ազդանշանը, սկսվում է անոթային հեղափոխություն։ Անոթների լայնացում։ Կծուն ստիպում է անոթներին լայնանալ, հատկապես մազանոթներին, ամենամանր անոթներին։ Դրա պատասխանատուն ազոտի օքսիդն է, որը արտադրվում է անոթների պատերին կապսաիցինի ազդեցությամբ։ Արդյունքում այրունը սկսում է ավելի մեծ հոսքով շարժվել դեպի մաշկի մակերես։ Ահա թե ինչու են կծու ուտողների այտերը վարդագույնում կամ կարմրում։ Իսկ ինչ է լինում արյան ճնշման հետ։ Սա ամենահետաքրքիր հարցերից է։ Ուտելու առաջին րոպեներին սթրեսի պատճառով ճնշումը կարող է մի փոքր բարձրանալ, բայց երկարաժամկետ հեռանկարում կծուն հիմնականում իջեցնում է արյան ճնշումը։ Քանի որ անոթները լայնանում են, արյան դիմադրությունը փոքրանում է եւ ճնշումը բնական ճանապարհով իջնում է։ Բայց այստեղ մի շատ կարևոր տարբերություն կա։ Չի կարելի ասել կծու կերեք եւ բարձր ճնշումը կբուժվի։ Կծու պղպեղը հակահիպերտոնիկ դեղամիջոց չէ եւ չի կարող փոխարինել բժշկի նշանակած բուժմանը։ Ուսումնասիրություններում կապսաիցինի եւ սրտանոթային առողջության միջև հետաքրքիր կապեր են հայտնաբերվել։ Սակայն այդ հետազոտությունները դեռ բավարար չեն, որպեսզի կծուն համարենք սրտանոթային հիվանդությունների բուժման միջոց։ Սակայն այն որպես սննդակարգի մաս կարող է նվազեցնել ճնշումը։ Իսկ ինչ է կատարվում արյան կազմի հետ։ Կապսաիցինը հիանալի կերպով պայքարում է վատ խոլեստերինի դեմ։ Այն օգնում է քայքայել արյան մեջ եղած ճարպային կուտակումները եւ թույլ չի տալիս, որ անոթների պատերին թրոմբներ, արյան մակարդուկներ ձևավորվեն։ Կարելի է ասել, որ կծուն լվանում եւ մաքրում է մեր անոթների խողովակները, սակայն դա իհարկե բավարար չէ, որպեսզի այն համարվի հակախոլեստերինային միջոց։ Այո, այն երկարաժամկետ պլանում նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը, սակայն սա պետք է լինի համակարգային։ Խոսենք սրտի մասին, կարդիոմարզում առանց վազելու։ Երբևէ նկատել եք, թե ինչպես է սիրտը սկսում արագ խփել կծութևիկներ, կծու աղցան ուտելիս։ Քանի որ անոթները լայնացել են, իսկ ուղեղը կարծում է, թե մարմինը էքստրեմալ պայմաններում է, սիրտը ստանում է հրաման ավելի արագ պոմպել այրունը։ Սրտի զարկերի հաճախականությունը մեծանում է, սիրտը ավելի արագ է կծկվում։ Սա նման է թեթև ֆիզիկական մարզանքի, օրինակ արագ կամ վազքի։ Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր շաբաթական գոնե 3-4 անգամ կծու են ուտում, 10-15%-ով ավելի քիչ են հակված սրտանոթային հիվանդությունների, օրինակ ինֆարկտի, քանի որ նրանց սիրտը մշտապես մարզված վիճակում է։ Բայց եթե դուք կծու ուտելուց հետո ամեն անգամ զգում եք չափազանց ուժեղ սրտխփոց, կրծքավանդակի ցավ, գլխապտույտ կամ ուշագնացության զգացում, ապա սա այն դեպքը չէ, երբ պետք է ասել ես պարզապես կծու ուտել չեմ կարողանում։ Սա արդեն նշանակում է, որ կծուն մեր օրգանիզմի համար չէ եւ նման ախտանշանները պետք է գնահատվեն բժշկի կողմից։ Խոսենք հորմոնալ համակարգի մասին, ինչու են կծու ուտելիս մեզ լավ զգում։ Ահա թե ինչու են միլիոնավոր մարդիկ կախվածություն ունենում կծու ուտելիքներից։ Ասում են կծուն բացում է ախորժակը։ Նկատած կլինեք, որ կծու ուտելիս ցանկանում ես անընդհատ ուտել։ Սա մաքուր կենսաքիմիա է։ Երբ լեզվի վրա ընկալիչներ ուղեղին հայտնում են ցավի եւ այրոցի մասին, ուղեղը փորձելով պաշտպանել ձեզ այդ ցավից, արտադրում է երկու շատ ուժեղ հորմոն՝ էնդորֆին եւ դոֆամին։ Էնդորֆինները մեր օրգանիզմի բնական ցավազրկողներն են։ Հենց դրանք են հանդարտեցնում բերանի այրոցը, բայց միաժամանակ առաջացնում են թեթևության, էյֆորիայի եւ ուրախության զգացում։ Դե իսկ դոֆամինը հաճույքի եւ պարգևատրման գործոնն է։ Արդյունքում ստացվում է մի զարմանալի էֆեկտ։ Դուք ուտում եք, ձեր բերանը այրվում է, բայց դուք ձեզ երջանիկ եք զգում եւ ցանկանում եք էլի ուտել։
Հենց այս հորմոնալ կոկտեյլի պատճառով է, որ կծու ուտելուց հետո մարդկանց տրամադրությունը կտրուկ բարձրանում է, իսկ սթրեսը եւ տագնապը իջնում են։ Դուք բառացիորեն ստանում եք անվտանգ բնական դոպինգ։ Մաշկ եւ նյութափոխանակություն։ Ինչ է անում կծուն մեր քաշի եւ մաշկի հետ։ Նյութափոխանակության թռիչք։ Կապսաիցինը միացնում է մի գործընթաց, որը գիտության մեջ կոչվում է թերմոգենեզ, օրգանիզմի կողմից ջերմության արտադրություն։ Որպեսզի մարմինը ջերմություն արտադրի եւ կարգավորի ջերմաստիճանը, նա սկսում է կատաղի արագությամբ կալորիաներ ծախսել։ Կծու ուտելուց հետո ձեր մետաբոլիզմը կարող է արագանալ 8-ից 10%-ով։ Ուտելուց հետո մի քանի ժամվա ընթացքում, այսինքն դուք պարզապես նստած եք, բայց ձեր օրգանիզմը ճարպ է այրում։ Սակայն այստեղ կա մի հսկայական բայց։ Տեսականորեն այն կարող է այո փոքր ներդրում ունենալ էներգիայի ծախսի ավելացման մեջ, բայց կծու պղպեղը ճարպը հրաշքով չի հալեցնում։ Մի քանի կտոր չիլի ուտելուց հետո ձեր օրգանիզմը չի անցնում ճարպ այրելու հատուկ ռեժիմի, այո, այն օգնում է մեր նյութափոխանակությանը, կարող է օգնել նիհարելու գործընթացին, բայց դրա հետ մեկտեղ դուք պետք է բալանսավորեք ձեր սնունդը, այն պետք է լինի առողջ սննդակարգի հավելում։ Այժմ խոսենք կծվի ազդեցությանը մաշկի վրա։ Այստեղ էֆեկտը երկակի է։ Մի կողմից ուժեղ քրտնարտադրությունը մաքրում է մաշկի ծակոտիները տոքսիններից, իսկ արյան հոսքը մաշկին տալիս է առողջ փայլ։ Բայց մյուս կողմից, եթե մարդը ունի մաշկային խնդիրներ, օրինակ ռոզացեա կամ դեմքի անոթների թուլություն, կծուն կարող է ուժեղացնել դեմքի կարմրությունը։ Հաջորդը աղեստամոքսային տրակտ։ Ինչ է անում կծուն մեր ստամոքսի եւ աղիների հետ։ Տասնամյակներ շարունակ մեզ ասել են. կծու մի կեր, ստամոքսիդ վնաս է, խոց կստանաս։ Ժամանակակից գիտությունը ապացուցել է, որ սա մեծագույն միֆ է։ Կծու պղպեղը կծուն չի առաջացնում ստամոքսի խոց։ Խոցի իրական պատճառը հատուկ բակտերիաներն են, օրինակ Helicobacter pylori կամ դեղահաբերի չարաշահումը, մասնավորապես ցավազրկողների։ Ավելին, կապսաիցինը ստամոքսում կատարում է պաշտպանիչ դեր։ Այն խթանում է ստամոքսի լորձաթաղանթի հյութերի արտադրությունը, ինչը պաշտպանում է ստամոքսի պատերը թթվից։ Այն սպանում է հենց այդ վնասակար բակտերիաները, որոնք խոց են առաջացնում։ Այն լավացնում է մարսողությունը, ակտիվացնելով ֆերմենտները։ Բայց եթե դուք ունեք որոշակի խնդիրներ, պատկերը փոխվում է։ Կծուն կարող է ուժեղացնել այրոցը, ռեֆլյուքսի ախտանշանները, որովայնային ցավերը, անհարմարությունը։ Որոշ մարդկանց մոտ այն կարող է արագացնել աղիների աշխատանքը, առաջացնել փորլուծություն եւ շտապ զուգարան գնալու անհրաժեշտություն։ Կապսաիցինը անցնում է նաև աղեստամոքսային համակարգի մյուս հատվածներով։ Որոշ մարդկանց մոտ այն կարող է մեծացնել աղիների շարժունակությունը։ Հատկապես զգայուն են այն մարդիկ, ովքեր ունեն գրգռված աղու համախտանիշի նման խնդիրներ։ Եթե ամփոփենք օգուտներն ու վնասները եւ ամենակարևորը հակացությունները։ Օգուտները՝ երկարակեցություն, ըստ վիճակագրության կծու սիրողները ապրում են ավելի երկար, իմունիտետի հզորացում, բնական ցավազրկող։ Վնասները՝ համայն ընկալիչների ժամանակավոր բթացում։ Եթե անընդհատ չափից շատ կծու եք ուտում, սովորական ուտելիքը ձեզ անհամ կթվա, աղիների գրգռում եւ թեթև լուծ։ Բայց կան հստակ հակացություններ, ում է խիստ հակացուցված կծուն։ Չնայած իր բոլոր հրաշքներին, կծուն կարող է վտանգավոր լինել մարդկանց որոշակի խմբերի համար։ Դուք պետք է հրաժարվեք կծվից կամ խիստ սահմանափակեք այն, եթե ունեք ստամոքսի այրոց, ռեֆլյուքս։ Կծուն թուլացնում է ստամոքսի եւ կերակրափողի միջև եղած փականը եւ ստամոքսի թթուն բարձրանում է վերև այրելով կոկորդը։ Հաջորդը, եթե ունեք սուր գաստրիտ կամ ստամոքսի խոց, սրացման փուլում, այս դեպքում կծուն ախտանշանները կխորացնի եւ կսրացնի։ Հաջորդը գրգռված աղիքի համախտանիշ։ Կծուն կարող է առաջացնել սուր կոլիկներ, փորափքանք եւ ցավեր աղիներում։ Եթե ունեք թութք, հեմառոյ, քանի որ կապսաիցինը չի մարսվում եւ օրգանիզմից դուրս է գալիս նույն տեսքով, այն կարող է սարսափելի այրոց եւ ցավ առաջացնել դուրս գալու ժամանակ, եթե կան բորբոքված հանգույցներ։ Բացի այդ, պետք է սահմանափակել, եթե ունեք փորլուծություն եւ բերանի եւ կոկորդի ուժեղ գրգռում։ Եթե ունեք ռոզացեա կամ դեմքի արտահայտված կարմրություն, կծուն ձեզ եւս չի խրախուսվում։ Այն կարող է ավելի բարդացնել իրավիճակը։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել էինք այսքանը։ Եթե մեր աշխատանքը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Ձեր լայքերն ու մեկնաբանությունները շատ կարևոր են մեր ալիքի համար։ Մեկնաբանությունների հատվածում անպայման նշեք՝ սիրում եք կծու եւ ձեր ամենօրյա սննդակարգում ներառում եք այն, թե ոչ։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք, առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։